Փառք Աստծուն։ Ես Մհերն եմ Եկատերինբուրգից, արդեն ունենք Չելյաբինսկ քաղաքում եկեղեցի, ձեզ ջերմ բարևներ այնտեղից, ով որ չի ճանաչում, մենք ձեզ սիրում ենք, մենք մեր տանն ենք, մեր ընկերներն են Հովիվ Սարոն ու Մերին մենք հիանում ենք, երբեմն ժամանակ առ ժամանակ նայում ենք, ինտերնետի միջոցով ուրախանում ենք, ձեր բոլոր հաջողություններով օրհնում ենք, աղոթում ենք։ Տերը օրհնի ձեզ, հրաշալի մարդիկ, տեսնում եմ կան ծանոթ դեմքեր, փառք Աստծուն ձեզ համար։ Այսօր ուզում եմ խոսամ անմահական ջրերի մասին։ Ինչի տենց էլ լինում, ես գիտեի մենակ հեքիաթների եւ մուլտիկների մեջ լինում։ Իհարկե լինում է, Աստծո հետ ամեն բան լինում է։ Ամեն, փառք Աստծուն։ Կա մարդ, որ գիշերը չի քնե։ Չկա, վախեք տխուր, մի տեսակ ոնց որ քունները տանի, շատ լավ, գիտես, հիմա ով է գնում ջրի մոտ, մեկը ասեց ես, դու ծարավ ես, ծարավ մարդը չէ, երբ որ մենք գալիս էինք այստեղից, Հովիվ Սարոն ցույց տվեց մի հատ սենց գետ, գալիս էր ու ասեց այստեղից գետնի տակից կենթանի ջրերը դուրս գալի, մարդիկ գալիս են, հավաքում են, տանում են, հա, ինչ են գալի ջուր տանում, որովհետև ջրի կարիք ունեն, մարդը առանց հաց հələ ինչ որ ձև կապրի, բայց առանց ջուր շատ շուտ կհանձնվի, գիտես, այնքան կարևոր է, որ մենք հասկանանք ջուրը մեր կյանքում ինչ դեր է տանում, դու գիտես, որ մարդը 80% ասում են ջրից է կազմված Առանց ջրի չի կարում մարդը, ջուրը դա շատ կարևոր է իմ ու քո օրգանիզմի համար, դրա համար պետք է ջուր խմենք, կան նաև հոգևոր ջրեր, կենդանի ջրեր, կենդանացնող ջրեր, դրա համար ինձ ու քեզ պետք է այդ ջրերից օգտվել, որպեսզի մենք կենդանի լինենք, գիտես, մարդիկ նույնպես ասում են, երբ որ ջուրը գետը հոսող է լինում, այդ ջրերը մաքուր է լինում, ընթացքում ինչ էլ գցում են, մաքրվում է այդ հոսքի մեջ, գիտես Մենք պետք է խմենք կենդանի ջրեր, որովհետև կան մեռած ջրեր նույնպես, կան ջրեր, որտեղ ոչ մեկ չի բնակվում, ոչ մեկ չի ապրում, ձկներ չկան, դրանք մեռած ջրեր են, ու կարաս հին ուխտում էլ տեսնես, երբ որ մարգարեն գալիս է, Աստծո ժողովուրդը գալիս են, ջուր են խմում, մեկ էլ տեսնում ես գոռում են, ճվում են, ասում են ջրի մեջ մահ կա, հա, հետո տեսնում ես մարգարեն փետը գցում է եւ ջուրը դառնում է կենդանի ջուր ու կարողանում են օգտվեն Փետը դա խաչն է, որ գցում է, այնց որ առանց խաչի մեր կյանքում դատարկություն է եւ առանց խաչի մեր կյանքում կյանք չկա, այն ինչ որ արեց Քրիստոսը։ Դրա համար ուզում եմ որ հասկանաս ու գիտակցես այդ կենդանի ջրերից օգտվես։ Ով է տեսել արհեստական խնձոր։ Ոչ մեկ։ Հա, մի հոգի տեսել է, փառք Աստծուն։ Իսկ արհեստական խաղող համով է։ Չէ։ Ասենք մոմից տանձ, համով է, չէ, գիտես, ես նայում եմ, մեր երիտասարդներից մեկի հետ խոսում էի, ասում եմ, ինչ հայտնություն ունես, ասում եմ, դե հայտնության գիրքն եմ կարդում, հա, քանի որ ինքը նոր է, ասում եմ, լավ տեղից ես բռնացրե, ճիշտ գրքից ես սկսե, ամենավերջից, իսկ որ կարդում ես, մի բան հասկանում ես, ասում եմ, դե Արհեստական բանականությանը ասում եմ, ինքն էլ պատասխանում է, ես էլ հասկանում եմ, էլի։ Գիտես, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Ինչ են դիմում արհեստական բանականությանը, ինչ հլնում է ինտերնետին, ունես տպավորություն է, որ ինտերնետի մեջ ինչ գրած է, ճիշտ է, հա։ Ինչի չենք դիմում կենդանի ջրերին, կենդանի ջրերի աղբյուրին, Քրիստոսին։ Ինչա, մեր Աստված իզորը չի մեզ պատասխանելու։ Ինչ ենք հեշտ ճանապարհներ ման գալի մեր կյանքում, հա։ Դրա համար ուզում եմ խոսամ այդ կենդանի ջրերի մասին։ Գիտես, մեր Հովիվ Արտուրը տեսա երևի 1 ամիս առաջ էր, մի հատ նկարը հանել էր արհեստական բանականության հետ ինչ որ սենց ասեմ, հարցազրույց ու ասում է, ուզում եմ մեքենա գնեմ, չգիտեմ, ոդկով գնամ թե մեքենայով։ Այդ արհեստական բանականությունը պատասխանում ասում է, դե տես ոնց է քեզ հարմար, եթե ուզում ես ման գաս, ոտով գնա, եթե ման գալու հավես չունես, միանգամից մեքենայով գնա։ Ուզում ես ասես, այ բանականություն արհեստական, որ մեքենայով գնա, այն մեքենան ոնց բերի, այդքան բանը չես հասկանում, որ խորհուրդ ես տալիս, գիտես շատ մարդիկ իրանք էլ այդպիսի ինչ հարցնում են, գիտեն թե
Всё, հալած յուղի պես ճիշտ է ասում այդ բանականությունը։ Ինչ ա լինելու Հայաստանի հետ։ Ու մեկ էլ դեմ են տալիս կամերային, որ նկարահանի, տեսեք ինչ ա սպասվում Հայաստանին, հա։ Ինչ ա լինելու էս, ինչ ա լինելու էլ։ Ասում ես, ես ո՞նց են հավատում մարդիկ էս կոմպյուտերին, հա։ Չէ՞ որ դրանք էլ մարդիկ են գրել կամ մարդկանց ձեռքի գործն է, ինչ ինֆորմացիա կա, տեղից հավաքում քեզ ասում է։ Ինչի՞ չենք հավատում կենթանի Աստծուն, որ ապագան գիտի։ Ինչ ա լինելու Հայաստանի հետ, ինչ ա լինելու իմ հետ, ինչ ա լինելու իմ ծառայության հետ, իմ ընտանիքի հետ։ Ինչի՞ չենք դիմում Աստծուն, որ դիմում ենք արհեստական բաներին, բնականը թողած։ Ավելի լավ չի բնականի հետևից գնանք։ Ով որ ստեղծել է ինձ ու քեզ, ով որ սիրում է, ով որ ապացուցեց իր կյանքը տալով իմ ու քո համար, հարություն առավ, հիմա էլ հոր աջ կողմում նստած բարեխոսում է իմ ու քո փոխարեն։ Ի՞նչն է խանգարում, որ իրան դիմենք, ժողովուրդ։ Ստեղ եք, թե ստեղ չեք։ Շատ լավ։ Հիմա որպեսի ջուր խմենք, ինչ հապես մեզ անհրաժեշտ, ինչ պետք է անենք։ Պետք է վերցնենք գործիքները ու սկսենք փորել, չէ՞։ Եթե անապատում ենք, հիշում եք, Աբրահամը փորեց, ջրհորներ գտավ, եկան թշնամիները լցրեցին, հետո փորեց, էլի ջրհորներ փորեց, եկան կռիվ արեցին, խլեցին, նորից փորեց, հա, ու տեսնում ես, դա շարունակվեց իր որդու Իսահակի կյանքում։ Այս ջրորի անունը դրեց կռիվ, այս ջրորի անունը էն, մինչև ջրորները փորեց այնքան ժամանակ, մինչև գտավ ջրոր, որտեղ որ կռիվ չեղավ, ասեց այստեղ կբնակվեմ։ Գիտեք, մարդը առանց ջրի չի կարա։ Մարդը կյանքը ոնց որ ջրով է սկսում, հա։ Հələ եկեք նայենք այնտեղ, որտեղ ջուր չկա, նայենք այնտեղ, որտեղ ջրեր կա։ Կանաչ, սիրուն, չէ, որտեղ որ ջուր կա։ Դրա համար ես ուզում եմ, որ դու պատկերացում կազմես ինչքան կարևոր է քո համար ջուրը։ Ու ինչքան կարևոր է, որ այդ ջուրը լինի կենթանի։ Գիտես, մի հատ ուզում եմ ամրոց տեսնենք, քարուքանդ։ Սա ամրոց է, որ ժամանակին եղել է, ու մենք տեսնում ենք այս ամրոցից համարյա թե բան չի մնացել, գիտեք ինչի։ Որովհետև երբ որ թշնամիները եկել են այս ամրոցի վրա պատերազմելու, ամրոցը շրջապատել են ու նստել են։ Շատ բան պետք չէր անել։ Պետք էր ջուր ունենային, կերակուր ունենային եւ շրջապատեին նստեին, որ ամրոցից ոչ մեկ դուրս չգա, մինչև դռները բացվի, իրանք ներս մտնեն։ Ու այս ամրոցը ուզի չուզի որոշ ժամանակ հետո պետք է բացվի, որովհետև ինքը կառուցած է միտեղ, որտեղ որ չկան ջրհորներ։ Իսկ ունենք ամրոցներ, որ կանգնած են։ Վերցնենք այս մի ամրոցը։ Այս ամրոցն էլ է նորից սարի վրա, բայց այս ամրոցը անառիկ է եղել, չեն կարացել գրավեն։ Ոնց կա տենց մնացել է, գիտեք պատճառը որն է։ Մի հատ ջրհոր, որի պատճառով ժողովուրդը կարացել են սնվեն ու մնան։ Այսօր իմ ու քո կյանքում, եթե չլինի այդ ջրհորները կենթանի Աստծո այդ փոխհարաբերությունը, թշնամին մեզ շրջապատելու է իր պրոբլեմներով ու խնդիրներով այնքան ժամանակ, մինչև մենք քանդվենք, մինչև հանձնվենք, մինչև մեր դռները բացվի իր համար, ու ինքը գրավի ու ավերականի, քարը քարի վրա չթողի։ Գիտես, ինքը ունի ստրատեգիա։ Եթե դու չունես կենթանի Աստծո այդ փոխհարաբերություն, դու ունես ինտերնետի այդ փոխհարաբերություն, ունես ամեն ինչի այդ փոխհարաբերություն բացի Աստծո հետ, քո վիճակը շատ տխուր է։ Այն առաջին նկարին կնմանվես, այդ նկարը թող տպավորվի քո մեջ, որ ամեն օր քո կենթանի ջրերը, ջրհորները, հա, մաքրես, պատրաստես, որ կարանաս դաժե ուրիշներին օգնես։ Հիմա ջրորից որպեսի ջուրը հանես, ինչ անհրաժեշտ։ Դե սենց մի 15 մետրանոց ձեռ, որ սենց մտցնեմ, հանեմ, խմեմ, հա։ Դույլա պետ, կավե ամաններա պետ, չէ։ Հիմա Աստված կավե ամաններ արդեն ունի։ Ուղղակի պետքա մի քիչ խոնարհվի, մի քիչ ցածրանա այդ կավե ամանները, որպեսզի այդ ջրով լցվի կենթանի։ Ինձ ու քեզ ժամանակ է պետք, որ մեր ծնկների վրա անցկացնենք։ Ինձ ու քեզ ժամանակ է պետք, որ իրականից լցվենք այդ կենթանի ջրերով։ Մենք չենք կարա ուղղակի հենց այնպես սերվանդի վրա դրված լցվենք ջրով։ Չի լինում այտենց, հա։ Շատ լավ։ Ջրի հետ կապված էլի կանդրադառնանք միտեղ։ Երեմիա 2:13 ասում է, որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեցին ինձ կենաց ջրիս աղբյուրիս, թողեցին, որ իրանց համար հորեր փորեն ծածկածոտ, հորեր, որոնք չեն կարող ջրեր պահել։ Գիտես, ժողովուրդը չգիտես ինչի, կենթանի ջրի աղբյուրը թողել է,
փորմա ջրերի համար փոսեր, որոնք ջրերը չեն կարող պահեն, ասում եմ կրկնակի չարություն արեցին իմ առաջ։ Կրկնակի չարություն ենք անում, երբ որ գնում ենք Աստծուն թողած ուրիշ աղբյուրների ենք դիմում։ Կենթանի Աստծուն թողած, ով որ գիտի ապագան, դիմում ենք ուրիշ աղբյուրների, որ մեր ծարավը հագեցնենք։ Օրինակ կարանք վերցնենք Սավուղին, հա, ասում է Տիրոջ ձայնը այդ ժամանակները չկար, որովհետև իհարկե Տերը բարկացել էր եւ ինչ արեց, դիմենք գուշակների։ Գնանք տեսնենք գուշակները ինչ են ասում, ոնց պետք է լինի, հա։ Գիտես ու տեսնում ես ինչ վախճան ունեցավ։ Ինձ ցավալի վախճան ունեցավ։ Այսօր մենք լիության մեջ ենք ապրում, մենք խնդիր չունենք։ Երեխուս ասում եմ, պատկերացնում ես, բալես, նստանք, քնանք, պլանշետով կինո նայեցինք, հաց տվեցին մեզ, կերանք, 3 ժամ հետո հայտնվեցինք Մոսկվայում։ Մեզ դիմավորեցին հարմարավետ մեքենաներով, ցուրտա պեչկերը փչում են, շոքա կանդիցիոներները փչում են, լույսերը վառվում է, մթության մեջ տեսնում ես, եթե անձրև գալիս է չես թրջվում, ապահով հասնում ես տուն։ Ասում Ներոնը, Ցեզարը, Մակեդոնացին, սա կերասեին այդ կոմֆորտ ունենային, բայց չգիտես ինչի մեր մոտ ժողովուրդը դժգոհ է, տխուր է ու էլի տխուր է։ Ինչ է պետք ուրախանալու համար։ Ինչ է պետք կյանքով լցվելու համար։ Կյանքի հետ փոխհարաբերվել։ Ամեն։ Ինքան քիչ բան է պետք։ Հիսուսը տեսավ մի հատ այտենց կոտրված կին կա։ Ասեց այս կյանքում այս կինը չի կարող գտնի իր տեղը։ Չի կարող գտնի կյանքի իմաստը, չի կարող գտնի նպատակը։ Սաղորը այս այն աղբյուրների մոտ մանա գալիս, հա։ Եկեք կարդանք Հովհաննես 4:10։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Եթե Աստծո պարգևը գիտենայիր, եւ թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմեմ, ապա դու նրանից կխնդրեիր եւ նա կենթանի ջուր կտար քեզ։ Կա ջուր, կա կենթանի ջուր։ Հիսուսն ասում է, ես եկել եմ քեզանից ջուր ուզելու, դու էլ ասում ես, աման չունես, ինչով կտաս ինձ։ Ասում ահա թե իմանայիր ով եմ ես։ Եթե դու հասկանայիր իմ գալու նպատակը, եթե դու հասկանայիր ինչի եմ եկել քո մոտ, դու ինձանից կուզեիր։ Գիտես, մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին կանչում են խաչելություն ծարձած, երազել են քեզ տեսնենք, մի հատ հրաշք կանես տենամ։ Երբեմն մարդկանց հրաշք կա պետք, կյանքի Աստվածը կանգնած իրանց կողքը, փոխանակ հավիտենական կյանք խնդրեն, հրաշք են խնդրում։ Մի հատ ֆոկուս կանես, մի ուրիշ խոսքերով ասած։ Հիմա Հիսուս այս կնոջը հուշում է, ասում է, եթե իմանայիր ով եմ ես, գիտես, որ այդ Հիսուսը հենց քո մոտ է եկել։ Գիտես, որ դու այսօր այստեղ նստած ես, ուրեմն ինքը քեզ այցելել է։ Դու ինչ ես խնդրում իրանից։ 13 խոսքը Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմե այն ջրից, որ ես կտամ նրան, այն հավիտենական չի ծարավի, այլ այն ջուրը, որ ես կտամ, նրա ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Գիտես, փաստորեն, երբ որ դու մի հատ Հիսուսին տեսնում ես, հանդիպում ես, հագենում ես, դու դառնում ես ջրի աղբյուր։ Դու դառնում ես կենթանի ջրի աղբյուր։ Այսինքն ուրիշներն էլ կարան քեզանից այդ Հիսուսին խմեն։ Դու ունես տալու բան մարդկանց։ Հետաքրքիր է, չէ՞։ Իսկ դու ունես տալու բան։ Ունես այդ հանդիպումը Աստծո հետ։ Ես հիշում եմ, մամաս պատմեց մի հատ ասում սուտ վկաները եկան մեր դուռը թակեցին ու ասեցին՝ մայրիկ ջան, ուզում ենք Աստծո մասին խոսանք, ասում է մայրիկը ասեց՝ մամաս, իսկ դուք իր ձայնը լսում եք, որ եկել եք իր մասին պատմում եք, դուք իրան ճանաչում եք, ասում է՝ «Ոայ մայրիկ ջան, ով կարա իր ձայնը լսի, ով է իրան ճանաչում»։ Ասում է՝ «Բայց իր ձայնը լսում եմ»։ Ասում եմ՝ «Ո՞ց կլսես»։ Այտենց։ Ինքը խոսում էր Աբրահամի հետ, խոսում էր Իսահակի հետ, խոսում էր Հակոբի հետ, խոսում է իմ հետ, խոսում է քո հետ։ Ամեն։ Այդ կենթանի աղբյուրի մասին եմ ուզում խոսամ, որ դու կարողանաս հասկանաս, որ քո Աստված մեռած չի, հարություն առե, որ քո Աստված հարություն առե քո հետ հաղորդակցվելու համար, շփվելու համար, ժամանակդ ում հետ ես անցկացնում, կամ ինչի հետ ես անցկացնում, մտածի խորի դրա մասին, դա քեզ պետք է։ Քո հարցերի պատասխանը սաղը տեղ է, գիտես, Սաղմոս 42:1 ասում է, ինչպես որ եղջյուրում փափակում է ջրերի,
Արուներին այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Հիմա եթե դու ծարավ չես եթալու կենթանի ջրի աղբյուրի մոտ։ Քո ծարավը հագեցնում ես այս թուրքական սերիալով, այս ինստագրամյան ալիքներով։ Երկրորդ խոսքը, իմ անձը ծարավ է Աստծուն, կենթանի Աստծուն, երբ կգամ եւ նրա երեսի առաջին կերևամ, ինչքան ես փափագում մի հատ հարմարացնես իր առաջին երևաց, ինչքան ես փափագում մի հատ մենակ եմ այսօր սպասի մի հատ sense լիաթոք աղոթեմ, էլի։ Ես չգիտեմ, օրինակ մեր մոտ երբ որ ես մեր եկեղեցում ասում էի, փորձեք լռության մեջ նստեք ու մի խոսացեք։ Մենք ոնց աղոթքին գալիս ենք, ու թողում գնում ենք։ Աստված էլ բան ունի ասելու, չես ուզում մի հատ էլ սենց անես դու լսես ինքը ինչ ասում։ Ասում եմ փորձեք լռության մեջ նստեք ու թող Աստված խոսի ձեր հետ։ Ասում են այդպես ոնց կլինի, այ հորի ջան, չի լինում լռել։ Ասում եմ լավ, փորձում ենք, եկեք փորձում ենք։ Աղոթքաժողովին մի հատ Աստծուց շնորհակալություն ենք հայտնում ու բոլորս լռում ենք։ Հետո 10 րոպե հետո հարցնում եմ, ասում եմ, ստացվում ա ձեր մոտ, ասում եմ, չէ, չի ստացվում։ Ասում եմ, սկսում ենք վարժվել։ Փորձում ենք մաքրել մեր ուղեղը, փորձում ենք ինչ զիբիլ կա հանել, թափել, այդ կալոդեցը մաքրել, ջրորը մաքրել, գիտես, էսի մնաց, էնի պետք է անեմ, մի հատ սաղ թողել է հեռանա, մի հատ փորձեք ազատեք ձեր ուղեղը Տիրոջ խոսքի համար, Տիրոջ ներկայության համար։ Դա հեշտ չի, բայց դա հնարավոր է, երբ որ սկսես։ Հետո մեր հոյ Արտուրը ոնց որ իմ մտքերը կարդար, այնտեղից ասում է սովորեք լռության աղոթներ բարձրացնել։ Ասում եմ, ինչ լավն է։ Սովորեք լռության աղոթներ, սովորեք իր ներկայության մեջ գտնվել, սովորեք իրանից լսել, սովորեք վերցնել ձեր խնդիրների լուծումը, պատասխանը։ Ամեն։ Գնացեք կենթանի ջրերի մոտ ուրիշ խոսքերով ասած Հովհաննես 7:37 Եվ տոնի վերջում մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Ուր գա։ Ինտերնետի մոտ, կոմպյուտերի մոտ, արհեստական բանականության մոտ, ծանոթների մոտ, մտերիմների մոտ, դե հով Սարոյին կասեմ կպատասխանի էլի ելխեմ մեթում աղոթեմ իզուր ժամանակ կորցնեմ։ Մեկ էլ Աստված գալի հով Սարոյին ասում դու հո իրանց Աստվածը չես, բայց ինչի համար եմ հարություն առել։ Ես եմ ուզում իրանց խնդիրներին ու կարիքներին պատասխանեմ, որ իրանք ինձանից սպասեն, ոչ թե քեզանից։ Ամեն։ Այդ դրա համար էլ հով Սարոն քո խնդիրների պատասխանը չի ստանում, որտեղ Աստված քեզ է փափագում։ 38 խոսքը Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Չուզում մի հատ առու լինես, չուզում մի բաժակ ջուր լինես, ուզում ես քեզանից գետեր բխի։ Գետերը ուր տե գնում ես տեսել ես, սա կանաչա շուրջ բոլորը։ Ուզում ես ուր որ գնաս, քո կողքը ծաղկի։ Ժպիտով լցվեն մարդիկ։ Ինչ է դրա համար անհրաժեշտ։ Աղբյուրին լինել։ Հա։ Մենք օթա նավակայան գնացինք, լավ ինքնաթիռ նստեցինք, մի հատ կին էր գալիս, իրա ճամպրուկով, ասի, կուզեք բարձրացնեմ վերևը դնեմ։ Ինքան ուրախացավ, ասեց, այո, վերցրեցի, դրեցի, վայ, ժպիտը ականջները մինչև հասավ բերանը, գիտես, ինքան քիչ բան է պետք որ մարդը ուրախ լինի։ Всё, ասում եմ, մեր հարևանը կլեք, կակրած մեր կողքներ նստում։ Մի պուճուր բան։ Ու մեկ էլ տենում ես արդեն մարդը բաց է։ Ավետարանի համար էլ, քո հետ զրուցելու համար էլ, Հիսուսի համար էլ կբացվի։ Ամեն։ Այստեղ ես թե այստեղ չես։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ծարավ մարդ կա։ Փառք Աստծուն։ Հայտնության 2:17 Եվ հոգին եւ հարսն ասում են. Եկ, եւ լսողը ասե եկ, եւ նա ծարավ է, թող գա, եւ նա որ կամենում է, թող առնե կյանքի ջուրը ձրի։ Ով գա, ով որ ծարավ է։ Այսօր ովքեր են եկել, ովքեր ծարավ են, որ եթե մարդը չի կարողացել այստեղ գտնվի, հարց չկա։ Բայց եթե տունը նստած, պարապ, սարապ չի եկե, երևի ծարավ չի։ Շուտ թե ուշ ցավոք սրտի կարող այն ամրոցի օրը ընկնի, եթե չհասցնի։ Մենք երբեմն չենք նկատում, բայց դա տենց է, գիտեք, կան
սուզորդներ, ակվալանգներ, հա, իրանք մեկ-մեկ իջնում են ջրի խորքերը։ Երբ որ իջնում ես ջրի խորքերը, այնտեղ շատ մութ է։ Երբ որ մութ է, դու չես տեսնում որն է օդը եւ որն է գետինը, հա, ու կորցնում ես, հա, այսպեսի ռուսերեն բառ ասեմ, արենծիրը, հա, որ չես հասկանում որ կողմ գնաս։ Այն մեր աղթամարի պատմությունն է, էլի մի քիչ։ Բայց ջրի տակ։ Ու որպեսի հասկանաս, տեսնում եք, իրանք պղպճակներ են բաց թողում։ Եթե պղպճակները գնացին ներքև, ուրեմն օդը ընդեղ է։ Եթե գնացին վերև, ուրեմն օդը ընդեղ է։ Դրանով իրանք կարողանում են կողմ որոշվեն, որ կողմ պետք է լողան։ Որովհետև մութ է, ոչ մի բան չի երևում։ Գիտես, այդ պղպճակները այսօր մեր Աստծո խոսքն է։ Այդ պղպճակները այսօր քեզ ուղղորդում է, որտեղ դու լողաս, որ կենթանի մնաս։ Դրա համար ուզում եմ, որ դու իրականից գիտակցես, ինչքան կարևոր է Աստծո խոսքը իմանալը, ինչքան կարևոր է կենթանի ջրերի մեջ տնկված լինելը, աղբյուր ունենալը, որտեղից սնվում ես։ Իհարկե դուք ունեք այստեղ քո անձնականը պետք է ունենաս, ոնց որ Աբրահամը փորում էր։ Աբրահամը փորելու համար ժամանակ էր պետք։ Իսահակին նույնպես ժամանակ էր պետք, բայց չգիտես ինչի այդ ազգերի մեջ, որտեղ որ բնակվում էր, գալիս էին քարերը լցնում էին, կեղտ էին լցնում այդ հորերի մեջ, ամենտեղ չէր որ ջուր կար, դա հեշտ աշխատանք չի։ Մանավանդ այն ժամանակ փորձենք հասկանանք մի հատ լապատկով եկեք մի հատ բահով, հա, հայերեն ասեմ։ Բահով ջրհոր փորելը։ Դա հեշտ չի, ժողովուրդ։ Ես հասկանում եմ, որ քեզ էլ հեշտ չի լինելու Տիրոջ հետ ջրհոր փորելը քո կյանքում, բայց դա հնարավոր է։ Թշնամին կգա ու կփորձի խանգարել, թշնամին կգա ու կխանգարի, կեղտոտ մտքերով կլցրի, ժամանակ չունես, մեկը զանգեց, մեկը հրավիրեց, մեկը էս արեց, որ դու չփորես։ Բայց փորձի նայես Տիրոջը ու կարանաս այդ ջրորները փորես։ Առաջի Կորինթացիս 14։ Եվ ամենն էլ նույն հոգևոր խմելիքից խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից խմում էին, հա, որ գնում էր նրանց հետ, եւ այն վեմը Քրիստոսն էր։ Բոլորը անապատի մեջ նույն վեմից ջուր խմեցին, բայց բոլորը չէին, որ մտան Քանանի երկիր։ Մենք այսօր էլ կարանք ստեղ ֆիզիկապես նստած ելնենք, բայց արդյոք կմտնենք երկինք, եթե մենք ջանք չանենք, եթե մենք այդ կենթանի ջրից չսնվենք։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ամեն։ Գիտես, ուզում եմ, որ մեր ուշադրությունը հառենք Քրիստոսի վրա, այդ կենթանի վեմի վրա, հա, որ ամուր կանգնած լինես և այդ հոգևոր ջրից խմես։ Շատ լավ, հոբի մեջ մի հատ լավ տեղ է, ես չգիտեմ քո կյանքի իրավիճակները, ես չգիտեմ դու ինչի միջով ես անցնում, միգուցե ասում ես, քեզ շատ հեշտ է գաս տեղ կանգնել ու խոսալ, հələ իմ տեղը լներ, ես էլ իմ տեղն եմ։ Անես չի, որ ես նոր երկնքից իջա ու ոչ մի բանից տեղյակ չեմ։ Չէ, ամեն մեկս մեր ճանապարհը ունենք անցնելու, բայց մի բան գիտեմ, որ Քրիստոսը մեզ հետ է։ Մի բան գիտեմ, որ ամեն մեկից հաղթող անում, եթե մենք կանգնած ենք այդ վեմի վրա։ Մի բան գիտեմ, եթե մենք իրանից կարճած ենք, ինքը մեզ բաց չի թողում։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ուզում եմ ասեմ, ինչ իրավիճակում էլ որ գտնվում ես, ինչ իրավիճակում էլ որ հայտնվել ես, Տերը ունի լուծում քո համար։ Անկամ դժոխքը չկարացավ իրան պահի։ Հարություն առավ ու գրված է հոր կողքը նստած բարեխոսում է իմ ու քո համար։ Պատկերացնում ես, օրվա մեջ ինչքան ենք սայթաքում, սկի չենք էլ իմանում, ինչքան մեղք ենք գործում, սկի չենք էլ իմանում։ Նստած բարեխոսում է իմ ու քո համար։ Էլ ինչ խնդիր ունենք, հա։ Էլ ինչ պրոբլեմ ունենք։ Եկեք կյանքը վայելենք, ուրախանանք, որ ունենք այդպես Տեր, որ մեր համար մահացավ մեր մեղքերի համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ուզում եմ վերջի տեղը կարդամ։ Հոբ 14:7 Որովհետև ծառն էլ տակավին հույս ունի, եթե կտրվի, դարձյալ կծլի, եւ նրա ճյուղերը չեն պակասի, թեև նրա արմատը հողում ծերացած լինի, եւ նրա բույնը մեռած լինի փոշու մեջ, եւ ջրի հոտից էլ կծաղկի, եւ ճյուղերը կարծակի, նրա
տնկվածի պես։ Հետաքրքիր է, մի ուրիշ խոսքերով ասում է խոնավությունից այդ ծառը կծաղկի։ Թեև ընկել է ջրի մոտ։ Ես չգիտեմ, միգուցե դու ասում ես, էլ հույս չկա։ Միգուցե ասում ես, սատանան ինձ արմատից կտրել է։ Միգուցե դու մտածում ես, էլ ոչ մի բանը չի փոխի քո կյանքում։ Ես ուզում եմ ասել, հույս կա։ Ես ուզում եմ ասել, Աստված ունի քեզ ծաղկացնելու միջոց։ Մենակ թե այդ ջրերի գոնե հոտին մոտիկ լինես, գոնե այդ խոնավությունը մի քիչ քաշես։ Ամեն, կանգնի ոտքերիդ վրա։ Կուզենայի աղոթեի, կուզենայի, որ դու էլ աղոթեիր, աղոթեիր սրտից, աղոթեիր ամբողջ քո սրտից, աղոթեիր տենց, ոնց որ սա վերջին աղոթքն է, հա, ինչ կխնդրեիր Աստծուց, ինչ կուզենայիր, որ Աստված քո համար աներ։ Ուզում եմ, որ իրականից հասկանաս ու չանես մի բան անելու համար, չանես մի բան, որ ընդունված է անելու, այն սրտիդ մեջից այն ճիչը բարձրացնես դեպի Աստծուն։ Ամեն։ Իսկ մի հատ անհամեստ հարց, մարդ կա, որ այստեղ ցավում է իրա։ Դու պոյ ցավ ասենց։ Աջ կողմը։ Եթե կա ձեռը թափահարի, ահա, որ խնդրեմ ձեռդ կդնեք քույրիկի վրա։ Մի հատ աղոթենք բժշկության համար, Հայր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Սուրբ Հոգի, խնդրում ենք, որ հենց հիմա կպնես քույրիկին, Տեր, այնտեղ որտեղ որ գտնվում է, Տեր, ուզում ենք, որ քո վերքերով ինքը լինի բժշկված եւ կատարյալ առողջ, որ իրան ոչ մի բանը չանհանգստացնի։ Թող հեռանա ամեն ախտը, թող հեռանա ամեն բանը, որ անհանգստացնում է իր մարմնի մեջ Հիսուս Քրիստոսի վերքերով։ Տեր, կատարյալ բժշկություն ենք խոսում իր մարմնի մեջ, Տեր, եւ թող քո անունը փառավորված լինի իր կյանքում, այդ հրաշքի միջոցով, եղիր փառավորված քույրիկիս կյանքում, ամեն, փառք Աստծուն, ընդունի քո բժշկությունը, հավատում ենք, որ հիմա կանցնի, շատ լավ կլինի, հլը մզում է, բայց կանցնի, փառք Աստծուն, եկեք աղոթենք, դու ստեղ ես, դու վերցրիր քո համար ինչ-որ մի բան, բայց գիտե երկար պտի խոսաս, հա, ուզում եմ աղոթեմ, ուզում եմ, որ դու էլ աղոթես, բայց աղոթի ընենց, որ են աղբյուրին կպնես, հա, ես կաղոթեմ ընենց, որ բոլորիս ականջներին լսելի լինի, հասանելի լինի, բայց դու քո սրտի ճիչը բարձրացրու իրեն, Հայր Հիսուս Քրիստոսի անունով, քո առաջ ենք Տեր, շնորհակալություն ու գոհություն ենք հայտնում Տեր, այս հնարավորության համար, մենք օրհնում ենք այս քաղաքը Տեր, մենք օրհնում ենք այս եկեղեցին Տեր, որ ժողովրդի համար կենաց աղբյուր դառնա Տեր, որ իրանցից կենդանի ջրեր գնա այս քաղաքի մեջ Տեր, որ այս քաղաքը հոգևոր զարթոնք եւ ծաղկունք վերապրի Տեր, որ կանաչի ու բարձրանա Տեր, աղոթում ենք հովիների համար եւ ամեն ծառայողների ու առաջնորդների համար Տեր, ուզում ենք, որ իրանց օգտագործես քո անվան ու փառքի համար, որովհետև նրանք իրանց անձը ուրացած դրել են քո անվան համար, այս քաղաքի համար, այս տարածաշրջանի համար Տեր, շնորհակալություն ենք հայտնում նրանցից ամեն մեկի համար Տեր, ովքեր որ այսօր այստեղ են, ովքեր որ դիտելու են այս տեսաշապավանը Տեր, ուզում ենք Տեր, որ օգտագործես ամեն մեկին որտեղ էլ որ գտնվում է Տեր, որ քո փառքը տարածեն ամենուրեք, որ ամեն մեկից կենդանի ջրեր գնա, որ քո մարգարեական հոգին, որ քո սիրո հոգին Տեր, որ քո իմաստության եւ գիտության հոգին լինի ամեն մեկի վրա Տեր, քո սրտացավության հոգին Տեր, որ իրանք լինեն միջոց, որ մարդկանց խավարի իշխանությունից տեղափոխեն լույս ու արքայության մեջ, որ դժոխքից տեղափոխեն դրախտ, մահվան ջրերից կենդանի ջրեր Տեր, որ մարդկանց մեջ հույս գա եւ կենդանություն գա, շնորհակալ ենք քեզ, սիրող Աստված, որ դու ամեն մեկիս համար ունես միջոց, հույս, թող քո անունը ամեն իրավիճակում փառավորված լինի, թող անօրենի բոլոր ծրագրերն ու նպատակները ամեն մեկի կյանքի վրա ջախջախված լինի, շնորհակալ ենք Տեր, որ դու բարի ես եւ հոգատար ես, որ դու սուրբ ես ու ամենակարող ես, ողջ փառքը լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն, փառք Աստծուն։